Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Դատավորի որոշմամբ փոփոխվել է Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը մեղադրվում է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու նրա ազատությունը սահմանափակելու մեջ։ Շամշյանի տեղեկություններով Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը հանցանքը կատարելուց հետո Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ է արձակել նաև Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինա Հայրապետյանի ուղղությամբ վերջիններս տեղում մահացել են։ Կասկածյալը հայտնաբերվել է։ Հոկտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Քերո փողոցի հասցիներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, պարզվել է, որ Ռուսաստանի ինչ-որ զինվորական համազգեստով դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով, մտել են Քերո փողոցում գտնվող սեփական տուն, որի սենյակները տանտերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում, տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար եւ դիմել փախուստի։ Նշված անձինք ձերբակալվել են։ Կասկածյալներից երկուսը որոնվում են։ Հոկտեմբերի 14-ին Երևանի բնակիչ 35-ամյա Սամվելն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի երկրորդ շենքի բակում իր կողմից կայանված իրեն պատկանող Chevrolet Bolt մագնիշի ավտոմեքենան թալանել են, անհայտ անձկամ անձինք Սամվելի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը, լուսարձակները, 7 հայելիները, նրան պատճառելով մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Բարեկները չամրակապված վարելու համար Դիլիջանի Կամոյի փողոցում կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդի վարածքի ամագնիշի ավտոմեքենան։ Երիտասարդը ներկայացրել է Ռուսաստանի առերևույթ կեղծ վարորդական իրավունքի վկայական։ Հոկտեմբերի 11-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հայտնաբերվել է 35-ամյա մի երիտասարդ, նա օգոստոսի 13-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի 58-ամյա բնակիչը Հակոբյան փողոցում գտնվող իր ավտոտնակում լաբորատոր եղանակով կանեփե աճեցնում պահում թմրանյութ, նա հոկտեմբերի 10-ին Զաքարյան փողոցում ձերբակալվել է։ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են հիմնարկի տարածքներ նետված փաթեթ ծնությամբ դրանում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս եւ USB լաշ։ Հոկտեմբերի 13-ին ռուսական համարանիշերով Mercedes մագնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսակիրին, կոտրել այն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, տուժածներ չկան։ Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկն իր վարած Infiniti մագնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին, տուժածներ չկան։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում եւ իրացնում թմրանյութ։ Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ, լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաեւ մոխրացած հետքերով 2 կաթուցիչ։ Ըստ երիտասարդի, մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկուն գյուղի տարածքում տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով։ Ոստիկանների տեղեկության համաձայն 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված 8 փաթեթները, ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։